առաջնահերթ եմ համարում ընտանիքի աջակցությունը ծննդկանին։ Եթե կինը վերադառնում է ընտանիք եւ ընտանիքում պահպանվում է անառողջ մթնոլորտը, այդ կնոջ հետծննդաբերական դեպրեսիան բնականաբար ձգվելու է։ Կշեշտադրեմ աջակցել եւ ոչ թե միջամտել։ Ամենապարզ օրինակները բերենք, որոնք շատ հեշտ է հասկանալ, ճանաչել գոնե առօրյա կենցաղային մակարդակում։ Չսնվերը բերելու է անեմյաների զարգացման, հետո այդ սակավայրունությունները արդեն դեղորայքային բուժման կարիք են ունենում, քնի տևական խանգարումները գերնյարդային գերգրգռված վիճակների են բերելու։ Ինչպես ենք մենք իրեն տրամադրում, որ իր մոտ ախտորոշվել է արդեն հետծննդյան դեպրեսիա եւ ինչ առաջին քայլեր պիտի ինքը կարողանա անի, որպեսզի այդ իրավիճակից դուրս գա։ Ցանկացած հոգեսոցիալական եւ հոգեվիճակի խնդիր անխուսափելիորեն բերելու է ֆիզիոլոգիական ինչ-որ շեղումների օրգանիզմում։ Բուժաշխատողը հոգեսոցիալական ծառայություն մատուցելու տեսանկյունից ինչքանով է հմուտ, չբացառենք, որ շատ է նաեւ թաքցնելու հանգամանքը։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հաղորդաշարն է։ Հաղորդաշարի հատուկ թողարկման ընթացքում մենք քննարկում ենք հետծննդյան դեպրեսիան։ Այսօրվա մեր հյուրն է Գյումրի բժշկական կենտրոնի թերապևտ խորհրդատու Լիլիթ Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, հատկապես որ շատ ակտուալ թեմա ենք քննարկել։ Այսօր մենք բացառապես խոսելու ենք թերապևտիկ մասին։ Եվ որպես նախաբան փորձենք հասկանանք ինչպես է տեղի ունենում գործընթացը, արդյոք մենք պիտի այս պահին միայն ուշադրություն դարձնենք կոնկրետ հետծննդյան դեպրեսիային, թե դա ունի իր նախապատմությունը։ Ես հարկ եմ համարում այսօր խոսել այդ խնդրի հետ կապված եւ այդ խնդրի արդյունքում զարգացող առողջական խնդիրներից, որոնք արդեն թերապևտի մասնակցություն են պահանջում, թերապևտիկ խորհրդատվություն են պահանջում եւ երբեմն նաեւ բուժում։ Խնդիրը ակտուալ է, երևի միշտ է եղել խնդիրը, բայց շատ գովելի է, որ հիմա հաճախակի է դրան ուշադրություն դարձվում եւ ինֆորմացիայի առումով ավելի շատ եւ սերնդափոխությունը նպաստեց, որ այս խնդիրը այլևս չթաքցնեն, բարձրաձայնեն, դիմեն, փորձեն խնդրին լուծում տալ եւ ինչու՞ չէ որոշ կազմակերպություններ դրան աջակցում են ինֆորմացիայի առումով, կրթելու առումով, մենք նույնպես այդ ծրագրից զերծ չմնացինք, մասնակցություն ունեցանք եւ դա մի առիթ եւ հնարավորություն էր, որ մենք բարելավեինք մեր գիտելիքները, անդրադառնանք այս խնդրին եւ փորձենք մի փոքր մեր համար հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել խնդրի լուծման հիմնականում տեսանկյունից, թե ինչպես կարելի է լուծում տալ այս խնդրին։ Կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Փորձենք շերտերով ուսումնասիրել եւ հասկանալ, որտեղից պիտի սկսենք ուշադրություն դարձնել ախտանիշներին, ինչպես է ձևավորվում այդ ամբողջ փուլերի ընթացքում կնոջ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական process-ները, գործընթացները, ինչպես են դրանք ազդում կնոջ հոգեվիճակի վրա եւ նաեւ արդեն առողջական վիճակի վրա։ Հետծննդյան դեպրեսիան դա բժշկական խնդիր է։ Մի քիչ հոգեսոցիալական եւ որոշակի բժշկական ասպեկտներ իր մեջ պարունակող, դրանք հետծննդաբերական շրջանում կանանց մոտ առաջացող իրավիճակներ են, ավելի շատ հոգեկան ոլորտի, վարքագծային ոլորտի, որոնք կարող են զարգանալ եւ անմիջապես ծննդաբերությունից հետո, եւ 2 շաբաթ անց, եւ 2 ամիս անց, գտնում են, որ կան դեպքեր մինչեւ 1 տարեկան երեխայի խնամքով զբաղվող մայրիկների մոտ դա կարող է զարգանալ։ Խնդիրը նրանումն է, որ բուժաշխատողները եւ սոցիալական ոլորտի բոլոր այն աշխատողները, ովքեր առնչվում են ծննդկանների հետ, փորձեն բացահայտել, տեսնել, նկատել, վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք առաջ են գալիս։ Ինչով է բնորոշվում դա, երբեմն նախկինում նորմալ է համարվել բոլոր այդ նախանշանները, նշանները, որոնք եղել են, դրանք նորմալ են համարվել ծննդկանի համար, բայց կարծում եմ տևական տխրությունը, տևական վարքագծային խանգարումը, քնի խանգարումները, որոնցով արտահայտվում են հետծննդյան դեպրեսիաները, համարել են, որ դա նորմալ է մայրիկների համար, բայց ոչ։ Կա այսպիսի մի միտք, որ մոտ 2 շաբաթ տևում է
տխրություն է, այդպես ասեմ, հետծնդաբերական, մայրական տխրություն են ասում դրան, բայց դա շատ անցողիկ մի շրջան է եւ ճիշտ է այն է, որ մայրը սկսում է ուրախանալ, մայրության բերկրանքը վայելել, ակտիվ զբաղվել երեխայի խնամքով, շատ հոգեբանորեն տրամադրված պետք է լինի կրծքով կերակրելուն, իսկ հետծննդյան դեպրեսիաներին այդ ամենը բնորոշ չէ։ Այս ծննդկանների մոտ ավելի շատ քնկոտություն է նկատվում, հիասթափություն կյանքից, խուսափում են դժվարություններից, երբեմն հրաժարվում են երեխայի խնամքով զբաղվել, քնի խանգարումները կարող են լինել եւ քնի բացակայությամբ, ինչպես նաեւ հակառակը, նաեւ ավելնորդ քնկոտությամբ։ Եվ իհարկե այդ ամենը չի կարող ի վերջո չանդրադառնալ եւ նորացնի զարգացման, խնամքի, առողջության վրա եւ հենց ծննդկանի։ Դրա համար շատ կարևորում եմ, որ բժիշկները, բուժաշխատողները, բուժքույրերը, առաջնային օղակում աշխատող, ինչու՞ չէ, ովքեր առաջին հերթին են զբաղվում ծննդկաների հետ եւ իրենք են առաջին հանդիպումը հետծննդաբերական շրջանում նրանց հետ է, այցերը, տնային այցերը, պատրոնաժները, այսպես կոչված ընտանեկան բժիշկներն են անում, պետք է ճանաչել այդ վտանգի նշանները, միայն երեխայի առողջական խնդիրների վրա կենտրոնանալ մոր հոգեվիճակի վրա, պահվածքի վրա, վարքագծի վրա, ընտանիքում միջանձնային հարաբերությունների վրա, ինչու՞ չէ, երբեմն ամեն ինչի հիմքում, եթե ընդհանրացնենք, նաև այդ խնդիրները դերակատարում ունեն։ Ճանաչել, վերհանել, փորձել ժամանակին այդ ամեն ինչը ճանաչել եւ օգնություն ցույց տալ, չթողնել, որ խորանա, չթողնել, որ այդ սիմպտոմները այնքան խորանան, որ բերեն արդեն ծննդկանի մոտ առողջական, ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարմանը, որոնք արդեն բուժում են պահանջում, դեղորայքային բուժում են պահանջում։ Մենք մեծ մասամբ մտածում ենք, որ եթե դա դեպրեսիա է, իրավիճականը դեպրեսիա է, ուրեմն հոգեբանի, հոգեթերապևտի միայն օգնությունով է դա սահմանափակվում, ոչ։ Եթե ծննդկանը տևական քնկոտ է, ունի ախորժակի անկում, հետաքրքրության կորուստ կյանքի, ընտանիքի, սննդի, սնունդ պատրաստելու խոհանոցի նկատմամբ, տնային գործերի նկատմամբ, ի վերջո այդ պասիվությունը անդրադառնալու է նրա առողջական վիճակի վրա, չսնվերը բերելու է անեմիաների զարգացման, հետո այդ սակավայրունությունները արդեն դեղորայքային բուժման կարիք են ունենում, քնի տևական խանգարումները գերնյարդային, գերգրգռված վիճակների են բերելու, որը նույնպես խնամելու է, այսպես հետադարձ շղթայաձև օղակի հետևից, այսպես մի արատավոր շղթա է ստեղծվում, որ վերադառնում է դա ի վերջո անդրադառնում երեխայի կրծքով կերակրման, երեխայի խնամքին, երեխային լողացնելուն եւ ընտանեկան միջանձնային հարաբերությունների վրա է դա անդրադառնալու ի վերջո։ Բժշկուհի, դուք շատ հետաքրքիր մի բան նշեցիք, սննդային քնի խանգարումները ամենապարզ օրինակները բերենք, որոնք շատ հեշտ է հասկանալ, ճանաչել գոնե առօրյա կենցաղային մակարդակում։ Իրականում, երբ որ մենք փորձում ենք դա նայել կենցաղային մակարդակում, դա իրենից ինչ որ մի ահազանգող սարսափելի բան չի ենթադրում, որովհետև ինչպես դուք նշեցիք, շատ բաներ մեր կյանքում նորմալ են դիտարկվում, նորմայի մակարդակում են դիտարկվում։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում դրա բժշկական կողմում։ Չմոռանանք, որ եւ ծննդաբերական եւ հետծննդաբերական հենց հղիության этаպից սկսած հղու մոտ այսպես հորմոնալ դիսբալանսի վիճակ է ստեղծվում, հորմոնալ բավականին վերակառուցումներ են գնում օրգանիզմում եւ դա նրանց ուղեկցում է եւ հղիության ընթացքում եւ կտրուկ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում հետծննդաբերական շրջանում։ Էստրոգենների մակարդակը խիստ նվազում է, դա անդրադառնում է կնոջ եւ տեսքի եւ մաշկի, օքսիտոցին հորմոնի մակարդակն է բարձրանում, որը նպաստում է եւ կաթնարտադրության ընթացքում է արտադրում եւ նպաստում է արգանդի կրճատմանը, կորտիզոլի հորմոնի խանգարումներ լինում, որը ինչպես գիտենք ստրեսի հորմոնն է եւ նյարդահոգեկան վիճակի վրա է այդ ամբողջ հորմոնալ դիսբալանսը, որին ի վերջո նաեւ միանում է վահանաձև գեղձի հորմոնների դիսբալանսը
եւ կարող են հիպոթիրոզի պատկեր զարգանալ, աուտոիմուն թիրոիդիտներ զարգանալ եւ այդ ամենը արդեն աստիճանաբար հոգեսոցիալական խնդրից վերածվում է առողջական ֆիզիոլոգիական խնդրի։ Այս դեպքում արդեն երկու ասպեկտով է պետք աշխատել ծննդկանի հետ եւ հոգեթերապևտիկ ոլորտի հետ, որպեսզի փորձենք օգնել, աջակցել կարգի բերել, այսպես ասած հոգեվիճակը, բացի դրանից արդեն ստիպված է լինում թերապևտը խնդրին լուծում տալ բուժական առումով, այսինքն կարգավորել հորմոնալ բալանսը, վահանաձև գեղձի աշխատանքը, եթե սակավայրունություններ են վերականգնել այրան մակարդակը, հեմոգլոբինի երկաթի դեֆիցիտը վերականգնել, այլ դեֆիցիտներ վերականգնելա, որոնք թերսնուցման արդյունքում են առաջ գալիս։ Այսինքն ի վերջո ցանկացած հոգեսոցիալական եւ հոգեվիճակի խնդիր անխուսափելիորեն բերելու է ֆիզիոլոգիական ինչ-որ շեղումների օրգանիզմում, որը մոտեցում է պահանջում։ Բնականաբար տևական քունը, քնի խանգարումը ստրեսային առումով շատ այսպես իրավիճակ է ստեղծում։ Դա չի կարող չանդրադառնալ ընտանիքի ընդհանուր իրավիճակի, ամուսնու հետ հարաբերությունների, ավելի մեծ սերնդի հետ հարաբերությունների։ Դրա համար հիմա երևի այս պահը ժամանակն է, որ անդրադառնամ ընտանիքի աջակցությանը նման իրավիճակներին։ Մինչ անդրադառնալը պիտի խնդրեմ նաև, որ շեշտենք այն պահը, որ երբ մենք զգում ենք որոշակի փոփոխություններ մեր օրգանիզմում որպես կին, վիտամին խմելով այդ հարցը չի լուծվում։ Չէ, վիտամին խմելով հարցը չի լուծվելու։ Այո, եւ այստեղ միգուցե ինչ-որ դեֆիցիտների վերականգնմանը կնպաստի, ինքնազգացողությունը կբարելավի, պետք չի դա թերագնահատել, բայց ուղղակի ինքնակամ հետծննդյան этаպում ցուցված վիտամիններ ընդունել դա միշտ չէ որ հարցին լուծում է տալիս։ Եթե նորից անդրադառնամ, խոսքը գնում է սակավայրունությունների կամ հորմոնալ դիսբալանսի մասին, վիտամիններով այստեղ հարց չենք լուծի։ Եվ ի վերջո պետք է աշխատել այն ասպեկտի վրա, որը բերում է այդ սակավայրունությանը կամ հորմոնալ շեղումներին, խոսքը հենց հետծննդյան դեպրեսիայի բնորոշ կլինիկական ախտանիշների մասին է։ Չքնելը, հոգնածությունը, տխրությունը, անհետաքրքրությունը, չհիմնավորված հետաքրքրության պակաս, կյանքի նկատմամբ, ընտանիքի հարցերի նկատմամբ, ընտանիքի անդամների նկատմամբ, ընտանիքում այլ հասակի երեխաների խնամքի վերաբերյալ, այսինքն կինը իր սովոր իրավիճակից, սովոր կյանքին բնորոշ գործողությունները այլևս չի կատարում, ցանկություն չունի կատարելու եւ նորածնին խնամելու ցանկություն չունի, կրծքով կերակրելու ցանկություն չունի։ Այսինքն փաստորեն դուրս է գալիս, որ մենք արդեն բալիկ ունեցող, նոր բալիկ ունեցող կնոջը դիտարկում ենք սովորաբար միջին վիճակագրական մեր տեսակետից դուրս գալով դիտարկում ենք որպես առանձին սուբյեկտներ, բայց իրականում մենք էկոհամակարգի մասին պիտի խոսենք եւ համակարգային լուծման մասին, սկսած ընտանիքից մինչեւ մասնագիտական աջակցություն, այսինքն այն ամբողջ միջավայրը, որը կարող է եւ դրական իմաստով եւ բացասական իմաստով ազդեցություն ունենալ կնոջ եւ հոգեբանական եւ ֆիզիկական առողջական վիճակի վրա։ Այսինքն այս տեսանկյունից երբ փորձենք վերլուծել, ենթադրենք դուք ունեք բուժարու, ով մոտեցել է ձեզ նմանատիպ հարցերով եւ ճանապարհի կեսից պարզվում է, որ ինքը ունի որոշակի ախտանիշներ։ Ինչպես ենք մենք իրեն տրամադրում, որ իր մոտ ախտորոշվել է արդեն հետծննդյան դեպրեսիա եւ ինչ առաջին քայլեր պիտի ինքը կարողանա անի, որպեսզի այդ իրավիճակից դուրս գա։ Ինչպես է տեղի ունենում այդ երկխոսությունը մասնագետի հետ։ Տեսեք, եթե վիճակը գնահատելուց հետո մեզ հաջողվում է խնդիրը տեսնել, որը ամենակարևորն է, տեսնել եւ ըմբռնել, որ խնդիրը կա, որովհետեւ եկեք չբացառենք, որ շատ է նաեւ թաքցնելու հանգամանքը։ Երբեմն ծննդկաները մեղքի զգացողություն են ունենում, իրենց են մեղավոր համարում, բայց
եկեք շեշտադրենք, որ մայրը այս հարցում ոչինչով մեղավոր չէ, դա հոգեվիճակ է, որը հետ ծննդյան վիճակին է բնորոշ պայմանավորված մեր վերը նշված այդ բոլոր հանգամանքներով, հա, ինչ որ կնոջ օրգանիզմում փոփոխությունները տեղի են ունենում, նա մեղավոր չի այդ հարցում, բայց ինքը իրեն մեղավոր է համարում։ Եվ բնականաբար շատ է լինում մի քիչ մենտալիտետի հարցել է, որ թաքցնում են ընտանիքում այդ ընտանիքի հարսի հոգեվիճակը, վարքագիծը, որը իրենք ոչ նորմալ են համարում ընտանիքի անդամները, իրենց թվում է դա պետք է թաքցնել, բայց եթե բուժաշխատողին հաջողվում է, կլինի դա բուժքույրը, կլինի դա ամբուլատոր օղակի բժիշկը, կլինի դա խորհրդատու թերապևտը, որը հետծննդյան շրջանում մենք էլ ենք առնչվում, մինչև 40 օրը մենք էլ ենք առնչվում ծննդկաների հետ, ստացանարում աշխատող թերապևտներս, կոնկրետ մեր ծննդատան ծննդկաներին նկատի ունեմ, եթե բուժաշխատողին հաջողվում է տեսնել խնդիրը, ուրեմն առնվազն պետք է շատ արագ փորձել ընդգրկել ձեր ասած այդ համակարգային մոտեցումը կազմակերպել, կապնվել ընտանեկան բժշկի հետ, կապնվել տեղամասային բուժքրոջ հետ, կապնվել կցված, եթե կա հոգեբանի հետ, կապնվել սոցիալական ծառայության ինչ-որ աշխատակիցների հետ, կապնվել Այսինքն այն բոլոր հասարակական կազմակերպության հետ, որը մենք տիրապետում ենք, որ նման խնդիրներով զբաղվում է եւ աջակցություն է ցուցաբերում նման կանանց, այսինքն այդ համակարգը հավաքել ու ընդգրկել բոլորին։ Իհարկե շատ մեծ է այստեղ ընտանիքի դերը, եթե բուժաշխատողը փորձում է հասկանալ միջանձնային հարաբերությունները ընտանիքում եւ ամուսնու հետ եւ ավելի մեծածնողների հետ եւ տան մյուս անդամների հետ, երբեմն մեծ ընտանիքները այդպես հայկական ավանդական միասին ապրում են բոլորը, եթե կարելի է ընտանիքի անդամներին նույնպես դրական առումով ընդգրկել այս process-ում, բնականաբար արդյունքը կլինի գոհացուցիչ։ Եթե մենք կարողանում ենք տեսնել մեծ սերնդի հետ այսպես միջանձնային ջերմ հարաբերություններ, վստահելի հարաբերություններ, ինչու՞ չէ նաև ծնողներին եւ ամուսնու ծնողներին պետք է նույնպես ներքաշել այս աջակցման process-ում։ Կշեշտադրեմ աջակցել եւ ոչ թե միջամտել, որովհետեւ երբեմն աջակցության process-ը ակամայից վերածվում է միջամտելուն, իսկ մենք մեր երիտասարդ մայրիկները համարում են, որ միջամտում են իրենց երեխայի խնամքին եւ իրենց կյանքին։ Շատ դեպքերում ֆիզիկական, ֆիզիոլոգիական հատկանիշներով պայմանավորված ախտանիշները շատ ավելի հեշտ են իդենտիֆիկացվում, ճանաչվում են, վեր են հանվում։ Այո, իսկ հոգեբանական մասով մենք մի փոքր խոցելի ենք ոչ միայն այն տեսանկյունից, ինչպես դուք նշեցիք, որ միգուցե հավանականություն կա թաքցնելու, այլ նաև այն տեսանկյունից, թե բուժաշխատողը հոգեսոցիալական ծառայություն մատուցելու տեսանկյունից ինչքանով է հմուտ, որպեսզի կարողանա դուրս գալ։ Այո, գիտելիքների առումով։ Այո, հիմա անդրադառնանք հենց այդ մասին, որովհետև շատ կարևոր մի թեմա է, թե ինչքանով է մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների կողքին բուժաշխատողը բոլոր օղակներում, բոլոր հնարավոր օղակներում կարողանում նաեւ ճանաչել, վերհանել հոգեբանական խնդիրները եւ հոգեբանական այն ազդանշանները, որոնք կարող են խոսել հետծննդյան դեպրեսիայի մասին։ Մի քիչ մյուս կողմից կգամ, հենց բուժաշխատողը, ընտանեկան բժիշկը, տեղամասային թերապևտը, բուժքույրը, հենց բուժաշխատողը ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի գիտելիքներ ունենա այդ ոլորտին վերաբերվող։ Ես կարծում եմ ցանկացած բժիշկ, ով առնչություն ունի եւ մոր եւ մանկան բուժսպասարկման հետ, ուրեմն պետք է հետաքրքրված լինի, որ այդ ոլորտից նույնպես գիտելիքներ ունենա։ Այսինքն այդ ճանաչողությունը խնդիրների, հատկապես ես կշեշտադրեի վտանգի նշանները ճանաչելը։ Միգուցե ծննդկանի ասելը, որ լավ չի քնում կամ շատ է քնում, դա մեզ ոչ մեկիս համար էլ կարող է տարօրինակ չթվալ, բայց
Այն, որ ինքը շատ է հոգնում, դա էլ է նորմալ մեր համար։ Այն, որ ինքը տխուր է, որտեվ գիշերը չի քնե, երեխան չի կշտանում եւ այլն, դա էլ ենք նորմալ համարում։ Տխրությունը, քնկոտությունը, հոգնածությունը, մի քիչ ստրեսը եւ այլն, գլխացավը երբեմն, ասում եք, չես քնել, գլխացավ ունես, բայց ես կկարևորեմ ավելի շատ վտանգի նշանները իմանալու ձգտումը բուժաշխատողների, այսինքն եթե մենք վարքագծում արդեն ագրեսիայի դրսևորումներ ենք նկատում, եթե խիստ թերացում ենք նկատում երեխայի խնամքի հարցերի մեջ, եթե թերացում ենք նկատում ընտանեկան այսպես խնամքի, սեփական հիգիենայի, սեփական հագու կապի, կրծքով կերակրման, այդ հարցերում եթե վտանգի նշաններ ենք մենք տեսնում, ել չեմ ասում, եթե մտքեր այնպիսին են ինքնավնասման մտքեր, երեխային վնասելու մտքեր, երեխայից ազատվելու մտքեր, ինչ-որ մեկին վնաս պատճառելու, ինչ-որ մեկին մեղադրական այդ վտանգի նշանները ավելի կկարևորեմ ճանաչելը, քան այն բոլոր նշանները, որոնք իրոք ծննդկաններին հնարավոր է, որ խնամքի ընթացքում շատ բնորոշ են։ Եվ մի օր քնելը, եւ մի օր չքնելը, եւ հոգնելը, եւ տխրելը, եւ ստրեսային իրավիճակը եւ այլ, բայց վտանգի նշանները չի կարելի բաց թողնել։ Հենց այդ սահմանն է, որ հոգեբանի աջակցությունը վերածվում է հոգեբուժական ծառայության անհրաժեշտություն, նեղ մասնագիտական, եւ արդեն ոչ միայն հոգեբանական, այլև դեղորայքային միջամտության անհրաժեշտություն, արդեն սոցիալական աշխատողների մասնակցություն երեխայի պաշտպանությունը ապահովելու համար։ Ինչու ենք մենք համարում, որ միշտ տանը այլ անդամներ կան, ովքեր կփորձեն անհրաժեշտ պահին այդ ամեն ինչը խոչընդոտել։ Չմոռանանք, որ կարող է ուղղակի երիտասարդ ընտանիք լինել, որտեղ մեծեր չկան, որտեղ այդ խնդրի առաջ ծննդկանը երեխայի հետ մենակ է կանգնած, այդ խնդրի առաջ բախվել է մենակ, այդտեղ հենց այդտեղ է, որ բուժաշխատողի ճանաչողությունը շատ կարևոր է։ Ամեն դեպքում, եթե հետևողական չենք, դուք արդեն նշեցիք դրա ծայրահեղ դրսևորումները, բայց եթե նույնիսկ մենք ունենք սովորական մեր կողքին ապրող այն կնոջը, ով ապրում է այդ դժվարին ժամանակահատվածը, ինչպես կարողանալ աջակցել, օգտակար լինել եւ մասնագիտական եւ ոչ մասնագիտական տեսանկյունից, որպեսզի այդ կինը հնարավորինս շուտ դուրս գա այդ իրավիճակից եւ ամենակարևորը, ինչպիսի ժամանակային ինտերվալի մասին է խոսքը, երբ որ մենք խոսում ենք հետծննդյան դեպրեսիայի մասին, եթե դա ուղղակի մասնագիտական դաշտից դուրս մնացած դեպքի մասին է խոսքը։ Ինչքան էլ որ մենք խոսում ենք ժամկետների մասին, որ ինչ որ տխրության этап կա մոտ 2 շաբաթ, հարմարվելու եւ ֆիզիոլոգիական վերականգնման этап կա մինչեւ 6-ից 8 շաբաթ, ժողովրդի ասած այդ 40 օրը, որ իրոք դա այն ժամանակաշրջանն է, որ կնոջ օրգանիզմը վերականգնվում է, արկածն են կրճատվում, ուժերն են վերականգնվում, այրան կորուստն է վերականգնվում, ընդհանրապես կնոջ օրգանիզմը հետծնդաբերական եւ հոգեբանական վերականգնումը, որ մտածում ենք 6-ից մոտ 12 ամիս է տևում, բայց եկեք չֆիքսվենք այդ ժամկետների վրա։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ շատ ինդիվիդուալ կարող են լինել այդ ժամանակահատվածը։ Կին կա ծննդաբերությունից ընդամենը 10 օր հետո արդեն իրեն շատ վերականգնված է զգում։ Կանք կանայք, որոնք ոչ թե 40 օր 6-ից 8 շաբաթ, այլ մինչև 4, 5, 6 ամիս նոր իրենց վերականգնված են համարում եւ քաշի առումով, եւ տեսքի առումով, եւ մաշկի առումով, եւ ֆիզիոլոգիական այսպես ակտիվության առումով, այսինքն ինչքան էլ որ մենք ժամկետներ կան այսպես ինչ որ սահմանված, համենայնպես ինդիվիդուալ է այդ ամեն ինչը։ Իսկ ինչ վերաբերվում է ընդգրկվածությանը ընտանիքի, որ դուք ասում եք, ես դարձյալ վերադառնում եմ դրան։ Այո, շատ կարևոր է բժշկական օգնությունը, սոցիալական օգնությունը, հոգեկան առողջության վերականգնումը եւ մասնակցությունը, բայց առաջնահերթ եմ համարում ընտանիքի աջակցությունը ծննդկանին։ Եթե աջակցող է ամուսինը, եթե աջակցող են տան անդամները, եթե փորձում են հնարավորություն տալ ծննդկանին հանգստանալու, վերականգնվելու, եթե չեն ծանրաբեռնում տնային այսպես աշխատանքով, եթե առողջ միջանձնային հարաբերություններ են, ջերմ, այդ ամենը չէ, որ նպաստում է, որ այդ ծննդկանը շուտ վերականգնվի։ Ես իմ համար առաջնահերթությունը տալիս եմ ընտանիքին։ Այս խնդրի հաղթահարման հարցում
առաջի տեղը ընտանիքի աջակցությունն է, որովհետև ինչքան էլ դրսի աջակցությունը, բժշկի աջակցությունը, առողջական խնդիրների լուծումը, հոգեթերապևտի հետ զրույցները, բայց եթե կինը վերադառնում է ընտանիք եւ ընտանիքում պահպանվում է անառողջ մթնոլորտը, այդ կնոջ հետծննդաբերական դեպրեսիան բնականաբար ձգվելու է, խորանալու է, ի վերջո բերելու է առողջական խնդիրների եւ կշեշտադրեմ, դիմադրողականությունն է խիստ դրանից տուժում, չի սնվում, ակտիվ չէ, հիպոդինամիկ է, չի շարժվում, քաշ է ավելացնում, էնդոկրին խնդիրներ են գումարվում, ճարպակալումն է գումարվում է նաև սեփական տեսքից եւ սեփական առողջական վիճակից դժգոհությունը նաև գումարվում է հետծննդաբերական դեպրեսիան։ Իհարկե այդ ամեն ինչը խորանալու է եւ ձգվելու է։ Դրանից տուժելու է եւ մայրը եւ երեխան։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Իրականում ես շատ ուրախ եմ, որ մենք եզրափակեցինք ընտանիքի թեմայով, որտեղ իրականում շատ ավելի կարևոր է ուշադրությունը կնոջ նկատմամբ, առողջ ընտանիքի հիմքը առողջ մայրն է, առողջ կինն է, եւ այս հետաքրքիր մտքով էլ փորձենք ամփոփենք մեր այսօրվա հեռուստահաղորդումը։ Ես մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ բաց տեքստով հետծննդյան դեպրեսիային նվիրված հատուկ թողարկումների շարքը իրականացվում է Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպության հոգեսոցիալական ծառայությունները ծննդատներում որպես արժանապատիվ մայրության երաշխիք ծրագրի շրջանակներում։ Հաջողություն։